Այ ժողովուրդ ջան, այն օրը նստած էդ ենք մտածում, այս ինչքան են շատացել ինքնավթարները։ Չգիտեմ, դժվար թե ոստիկանությունը առանձին վիճակագրություն վարի, բայց եթե վարեր, հաստատ կֆիքսեր, որ ավտովթարների մոտ 70%-ը ինքնավթարներ են։ Իսկ ինչի մասին է դա խոսում։ Ասեմ, վարորդները կորցրել են իրականության զգացումը, մտքերով են ընկնում, ասենք սոցիալական այս կամ այն խնդիրը լուծելու համար մտածում են, թե ումից կարելի է պարտք վերցնել ու այդ մտքերով չեն զգում, թե ինչպես են դուրս գալիս երթևեկելի գոտուց կամ հանդիպակաց երթևեկելի գոտի ու գլխկոնձի տալիս։ Այ մարդ, այս ինչ օրն ենք ընկել, ամեն տեսանյութի մեջ նման մի քանի դեպք։ Բայց սկսենք Արարատի մարզի Ռանշպար գյուղում տեղի ունեցած ողբերգությունից։ Չէ, ճիշտ չհասկացաք, ողբերգություն ասելով նկատի չունեմ, որ մարդ է մահացել։ Ուղղակի այսքան անասնակեր, որ վարվում է, տիրոջ համար իրոք ողբերգություն է։ Ականջդ կանչի, Խաչիկ Դաշտենց։ Տեսնես, այս գյուղի անունը Դաշտենցի Ռանշպարների կանչից է վերցված։ Այնքան էի գործով ընկել, որ գյուղացիներին այդ հարցը չտվի։ Փոխարենը տեղեկացա, թե ինչպես են վերջինները մինչև հրշեջների ժամանումը պայքարել կրակի տարածման դեմ։ Այո, Արտաշատի ու Մասիսի հրշեջ փրկարարական մի քանի ջոկատ ժամեր շարունակ չէին կարողանում կտրեին կրակի լեզուները։ Ընդ որում, վտանգը կայանում էր նրանում, որ ամբողջ տարածքը պատված էր չոր խոտով, ու եթե չկանխեին կրակի տարածումը, այն ավելի մեծ հատված կընդգրկեր։ Բայց մի խնդիր նկատեցի։ Նախկինում, երբ էլի այս կողմերը նման դեպքեր էի արձանագրում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լրացուցիչ օգնություն էր տրամադրվում, ասենք ջրատարներ, ինչը բավականին հեշտացնում էր հրշեջների աշխատանքը։ Այս անգամ այդպես չէր։ 4000-ից ավելի տուկ է խոտի, արդեն 3 ժամ ու կեսա կռիվ են տալի կրակի դեմ։ Ես գիտես քանի ժամ է ակտիվանալու, չէ տանջանքներդ։ Հարցրի գյուղացիներին, բա ինչի օրինակ Մասիսի քաղաքապետարանը չի տրամադրում ջրատար, ինչպես արվում էր նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դեպքում։ Ասացին, ինչ ասենք Շամշան ջան, ոչ մի բան մի ասեք, ամեն ինչ էլ պարզ է։ Գոնե անասնակերի խեղճ տիրոջը օգնեն, չնայած չեմ կարծում, կսկսեն այնքան լացել կամ իբր օբյեկտիվ հանգամանքներ առաջ քաշել, այնքան որ ձեռքերը լվան։ Արարատի մարզպետարան, Մասիսի քաղաքապետարան, Ռաշպարի վարչական շրջանի ղեկավար, ալո, տունը մարդ կա։ Հələ խնդրում եմ այս պատկերին նայեք, կարծես արտացոլվի կատարվածը, այսինքն, որ Աստված լքել է երկու օպելների վարորդներին ու նրանց ուղևորներին, Վանաձոր, քեզ եմ սիրում։ Վստահ եմ, որ հայտնի երգի բառերի բովանդակությունը մարտի 2-ին ժամը 10:50-ից հետո 9 մարդու սրտով չի եղել։ Հա, ճիշտ էլ լսեցիք, Opel Zafira-ի եւ Opel Vectra-ի բախման հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Նկարահանում է ու մտածում, արդյոք եթե այս երկու մեքենաների տեղը խորհրդային կամ ռուսական արտադրության մեքենաներ լինեին, ինչ հետևանքներ կունենայինք, շատ սարսափելի։ Լավ, սա եւս մեկ անգամ ֆիքսենք ու անցնենք առաջ, հասկանալու, թե ինչն է ի վերջո եղել վթարի պատճառը, ինչի հետևանքով Վանաձորի հիվանդանոցը լցվեց տուժածներով, որոնց ի դեպ այնտեղ են հաստրել ոչ միայն Վանաձորի շտաբօգնության բժիշկները, այլ նաեւ ստրտացավ քաղաքացիները իրենց ավտոմեքենաներով։ Ինչպես նկատում եք, օպելներից մեկի առջևի հատվածն է վնասված, մյուս օպելի աջ կողմի առջևի հատվածը։ Հավաքվածների կարծիքով այդ հանգամանքը թարգմանաբար նշանակում է, որ սպիտակ օպելը փորձել է վազանց կատարել, սակայն ճանապարհի մերկասառույցի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ու աջ կողմից հարված է ստացել այն մեքենայից, որին փորձել է շրջանցել։ Լրիվ տրամաբանական է, բայց թե արդյոք այդպես է եղել, թող քննիչները պարզեն, չմոռանալով հերթական ամոթանքի բաժինը հատկացնել ճանապարհն սպասարկող ընկերությանը։
Հեսա խոսացինք ռուսական արտադրության մեքենաների մասին։ Բաժալուսցա, ջայելների սիրած նիվան, են որ հանուն սրա պատրաստ են ձեռքի տակ եղած գյոզալ գերմանական մեքենան փոխանակեն, երդվում եմ, տենց էլ չհասկացա այդ տրամաբանությունը, բայց դե ճաշակին ընկեր չկա, 29-ամյա սմբատն էլ երևի հոգովա երիտասարդ, որ սպիտակ գույնին նիվայա քշում, ու այնքանա հոգով երիտասարդ, որ մի հատ էլ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում բախվում ա տեղի ունենում նրա նիվայի եւ 26-ամյա Նաիրիի Մերսեդեսի միջև։ Երկու հոգու տարել են։ Ներքևն ավտոն, մենակ կինոյում կլինի։ Նայելով մեքենաների ստացած վնասվածքներին ու հաշվի առնելով, որ դեպքը տեղի է ունեցել խաչմերուկում, կարելի է եզրակացնել, որ էլի գործ ունենք հայկական ավանդական հիվանդության հետ։ Ամեն բան անել, որ մինչև լուսացույցի կարմրելը կտրենք խաչմերուկը, այսինքն հակադիր կողմերից դեղինի տակ երկու մեքենաները անցնում են ու վերջում իրար ողջագուրվում։ Ընդ որում հարվածն այնքան ուժգին է լինում նիվայի հետևի աջ կողմին, որ երկու անվայեցաները կոտրվում ու շպրտվում են, հարվածելով ճանապարհի մայթին տեղադրված առևտրի կրպակին։ Սել յուղնա, սաղ թափե գնում է։ Երկրորդին տարել են։ Երկու վիրավոր է էլի դառը։ Դետալները ուր այք է հասել։ Վթարի հետևանքով երկու հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ վթարի հարևանությամբ գործող ծաղկի սրահների աշխատակիցները տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Երբ կազդուրվեք, քարը փեշերիցը թափեք ու խոստովանեք, թե ինչ է եղել եւ խոսք տվեք, որ հաջորդ անգամ կսպասեք, երբ լուսացույցը կանաչի նոր գազ տակ։ Սկսվում է ինքնավթարների շքերթը, ողբերգական ելքով ինքնավթարների շքերթը, ու սկսենք Արարատի մարզից, Հովիկ Արգամիջի հարազատ գյուղից, Մղչյանից, ու էլի ռուսական արտադրության մեքենա, այս անգամ Լադա Պրիորա։ Անկեղծորեն ապշած էի, երբ տեղեկացա, որ Լադայի ղեկին եղել է 48-ամյա Կարենը։ Ապշած էի տարիքից, որովհետև այդ տարիքի մարդիկ հազվադեպ են այնպիսի արագություն զարգացնում, որ հայտնվեն երթևեկելու գոտուց մի եկա հեռավորության վրա։ Երևի արդեն հասկացաք, որ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Պատմեցին, որ նախքան իմացնելը փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար։ Ողբերգական այս փաստը ֆիքսելուց հետո սևեռվեցի կատարվածի պատճառների վրա, մասնավորապես, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19-ի սահմաններում, այսինքն մթնշաղին։ Մի քանի անգամ օրվա այս ժամանակահատվածի մասին առիթ ունեցել եմ խոսելու։ Նշել ենք, թե որքան վտանգավոր է, երբ վարորդի աչքերը դեռ չեն ընտելացել մթին։ Մյուս կողմից, մինչև չլինի լիարժեք փորձաքննություն, չի հասկացվի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Նկատի ունեմ այլ վարկածներ, ասենք մեկ այլ մեքենայի կողմից վթարային իրավիճակի ստեղծումը կամ գուցե վարորդի ինքնազգացողությունն է վատացել։ Սենց գնացել է, եղել է բախում եղել։ Հսաղախու դետալների։ Իսկ ահա ինքնավթարի մյուս դեպքի պատճառը պարզ էր ի սկզբանե, թեև մինչև տեղ հասնելը այլ վարկածներ էին պտտվում գլխումս, հաշվի առնելով վարորդի ով լինելը։ Կհարցնեք, ինչ կամ ում նկատի ունես Շամշան։ Նկատի ունեմ փաստը, որ այս Նիսանի ղեկին եղել է կին, 39-ամյա Արմինեն, ու երբ ազանգողը նշեց այդ հանգամանքը, մտքումս ինչ ասես չֆռաց, որովհետև կին վարորդների վարման կարգի ու տրամաբանության հետ կապված շատ հարցեր մեզ տղամարդկանցս համար շատ դեպքերում անհասկանալի են։ Սառած էլի ամեն դեպքում պիտի աղավազ լցեին էլի, լցտեն։
Բայց փաստորեն Գեղարքունիքի մարզի Վարդենի գյուղում տեղի ունեցած ողբերգության պատճառը վարորդի մասնագիտական հմտությունները չեն, ստեղ են ասում, նույնիսկ կույրը կտեսնի, թե ինչ վիճակում են ճանապարհները, այո, կարող ենք հստակ ասել, որ կնոջ մահը ճանապարհները չմաքրելու պատճառով է եղել, այսինքն մերկասառույցի պատճառով 39-ամյա Արմինեն Նիսանով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել բնակչի երկաթե դարպասին ու քարե պատնեշին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։ Հիմա ես չեմ դուք եք, ասենք, այս ճանապարհները մաքրողները կամ դրանց աշխատանքը վերահսկողները գիշերները ոնց են քնում, մաղթում եմ, որպեսի ամեն գիշեր ձեր երազին գա այս Նիսանը, մաղթում եմ, որպեսի ձեր մեջի բարին հաղթի չարին, մաղթում եմ, որպեսի հաջորդ անգամ տենդերներին մասնակցելիս ոտքները գցեք Յորղանա Ղադր, մաղթում եմ, որպեսի ձեր բարեկամներն ու հարազատները չմաքրված ճանապարհների պատճառով երբեք այսօրը չընկնեն։ Մնացած մաղթանքները թողնում եմ ձեր խեղճին ու երևակայությանը։ Եվ վերջում Երևան-Երազք ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ինքնավթարի մասին։ Երևի հիշում եք, թե քանի անգամ են քնչեցրել մեզ թշնամին պետք չի, մեկը մենք մեր գլխին սարքում ենք, այ հենց նման դեպքերի համար էի ասում, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Եվ ուրեմն գիշերը ժամը 1-ի սահմաններում տեղեկացա, որ BMW-ն դեպի Երազք ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբերին, մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել բնակչի հողամասում։ Նման վիճակում մեքենա վաղուց չէի տեսել, ժողովուրդ ջան, չնայած ինչ մեքենա, մի քանի մասերի բաժանված ժեշտի կտորներ, լավա որ չտեսա, թե ինչ վիճակում էր վարորդի մարմինը, պատկերացնում եք, թե ինչ արագություն է ունեցել գլխակեր BMW-ն, այսինքն հերիք չի գիշերվա միլիոն մի հատ էլ տիեզերական արագություն, բայց սա էլ ամենը չէր, եկավ այն պահը, երբ պետք է ասեմ, թե ինչ նկատի ունեի, երբ ասում էի, որ մեզ թշնամի պետք չի։ Դժոխային օրագություն արա։ Բանն այն է, որ վարորդը ծառայելիս է եղել պաշտպանության նախարարության այն զորամասում, էդ եմ ասում էլի, մեզ թշնամի պետք չի, հենա ինքներս մեզ ոչնչացնում ենք, ասա այ երիտասարդ ջան, էս ինչ արեցիր, առավել ևս, որ ավտոմեքենա վարելու իրավունք էլ չես ունեցել, ինչ բերեցիր հարազատներիդ գլխին, դեռ քանի գարուն պիտի բացեիր, սարսափելի է ժողովուրդ ջան։ Սաղ 4 կողմ ավտոյի դետալները, պայստամասերը։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։